Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Դիմում եմ մեր այն հարգարժան ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրում ենք նրանց ընդամենը սեղմել զանգակոճակը, բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին։ Այսօր մեր զրուցակիցն է քաղաքագետ Էդգար Առաքելյանը, պարոն Առաքելյան, շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը եւ եկել եք մեր տաղավար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալություն։ Պարոն Առաքելյան, վարչապետ Փաշինյանը Ստամբուլում է։ Ինչպես որակենք սա, որպես ճարահատյալ այց, որպես համագործակցության ինչ որ եզրերի որոնում թշնամու հողում հանուն մեր Հայաստանի սուվերենության, ինքնիշխանության, անկախության, թե գուցե նաև որակենք նաև որպես այս ամեն ինչը պարզապես նոր զիջումների գնալու ինչ որ մի այց, որովհետև տարբեր քաղաքական բևեռներից տարբեր տեսակետներ են հնչեցնում, նույնիսկ շատ տագնապալի տեսակետներ կան, որ սա արդեն լինելու է մեր երրորդ ինքնիշխան անկախ հանրապետության իրականում ավարտը, այսինքն մենք վերածվելու ենք վերջնականապես թուրքական ծայրագավառի կամ վիլայեթի։ Տեսեք, առաջիկայում դուք կլսեք մեր այսպես հանրային քաղաքական, քաղաքագիտական հանրույթից այդ ձեր թվարկած ուրեմն բնորոշումները եւ մի բան էլ միգուցե ավելի, այսինքն ցանկացած անձ, ցանկացած քաղաքական թիմ, քաղաքական գործիչ այդ այցը մեկնաբանելու է այն ռակուրսով, այն տեսանկյունով, որը ինքը ցանկանում է կամ որը սպասարկում է իր քաղաքական հայացքները եւ մոտեցումները այդ հարցի հետ կապված։ Բայց դրանով հանդերձ մենք պետքա ունենանք որոշակի օբյեկտիվ գնահատական այս հարցին։ Ես կբնորոշեմ այս այցը որպես պրագմատիկ այց կամ պրագմատիկ քայլ ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Այո, սա ինչ որ առումով նաև պատմական այց է, քանի որ նման ֆորմատի այց, երբ որ Հայաստանի անկախ հանրապետության ղեկավարը ստանում է աշխատանքային այցի հրավեր Թուրքիայի հանրապետության ղեկավարից, մենք երևի վերջին 100 տարվա մեջ նման այցեր միգուցե եղել են օրինակ առաջին հանրապետության ժամանակահատվածում։ Եվ սա այս առումով հատկապես հաշվի առնելով ներկայիս աշխարհական իրադարձությունները, այո, պահանջված, պրագմատիկ եւ չափազանց կարեւոր այց է։ Քանի որ Թուրքիան այսօր եւ մեր հարևանն է եւ բնականաբար բավականին լուրջ եւ հզոր պետություն է։ Եթե մենք առաջնորդվում ենք ուռա հայրենասիրական այս մղումներով, այո, պետք է միգուցե չգնալ, այո, պետք է շատ ավելի ուրեմն բարձր հայոյել թուրքերին կամ թուրքական պետությանը, այո, միգուցե ոչ թե 1 կամ 10-20 դրոշ թուրքական այրել օպերայի Բաքում եւ այլն եւ այլն, բայց սրանից մեր պետությունը կամ մեր պետության ինքնիշխանությունը, մեր պետության անվտանգությանը չենք ավելացնի ինչ որ մի քար կամ ինչ որ մի կոմպոնենտ եւ այլն։ Եվ հետեւաբար լինելով նաեւ հարևան, լինելով նաեւ գերազոր պետություն, տերություն տարածաշրջանում, մենք պետքա քայլեր ձեռնարկենք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու եւ ես այս այցելությունը նաեւ դիտարկում եմ այդ համատեքստում, ուզենք թե չուզենք Թուրքիան մեր հարևանն է եւ ուզենք թե չուզենք մենք այդ հարաբերությունները մի օր կարգավորելու ենք, կամ այդ հարաբերությունները մեր փոխարեն փորձեն կարգավորել երրորդ պետությունները, որտեղ կլինի նաև իրենց շահերը, այդ կարգավորման գործընթացում նաև իրենք կսպասարկեն տարածաշրջանում իրենց շահերը, ու դեռ հայտնի չի իրենք ավելի շատ իրենց շահերը կսպասարկեն, թե կկարգավորեն այդ հարաբերությունները, կամ մենք պետքա քայլ անենք եւ գնանք ուրեմն դեմ առ դեմ որպես հարևաններ երկխոսենք ուղիղ Թուրքիայի հետ առանց միջնորդների եւ սա այդ տեսանկյունից այո ողջունելի քայլ է եւ կրկնեմ ես սա ոչ թե կհամարեի, չգիտեմ, թշնամու երկիր գնալու, զիջումների գնալու կամ չգիտեմ այլ որակումներ կտայի, ես այս քայլը կհամարեմ որպես պրագմատիկ քայլ արտաքին քաղաքական գործընթացներում։
Բայց ինչ գիտենք, քանի դեռ չի բացահայտված չէ ամբողջ այդ բանակցային գործընթացը, բոլոր դեպքերում դեռ նախ պիտի սպասենք։ Երկրորդը, բոլոր դեպքերում այսօր այդ այցը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ որ մասնավորապես հենց Թուրքիայի Արբանյակ եւ Թուրքիայի ամենաառաջին դրկից երկրի Ադրբեջանի կողմից չի դադարում հակահայկական հռետորաբանությունը, սարսափելի պահանջատիրական հռետորաբանությունը, Արևմտյան Ադրբեջան եւ այլն, նոր տարածքային պահանջներ, նոր այսպես սահմանադրությունը փոխելու պահանջ, 300,000 ադրբեջանցի Հայաստանում բերելու եւ բնակեցնելու պահանջ, այսինքն Ալիևյան այդ ագրեսիվ հակահայկական հռետորաբանությունը պարտադրողական չի դադարում եւ բնականաբար Թուրքիան էլ այն պետությունը չի, որ հաստատ այսպես իր Արբանյակին չի մղում, որ լավ, էս ինչ է սանում, էլի, մենք ուզում ենք հայերի հետ այ բանակցենք, այ հրավիրում ենք եւ այլն, դու պիտի այդ հռետորաբանությունը դադարեցնես, դրա համար է գուցե պայմանավորված այն բևեռի այդ բանը, թե չէ նրանք են ասում, որ լայն հաշվով ու վերջի, եթե ոչ այսօր, հայ-թուրքական, ինչու նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները, բոլոր հարևանների հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն հանուն այո մեր ազգային պետական շահերի, հանուն սերունդների, հանուն մեր պետականության հարատևման։ Երբ որ մենք ասում ենք Ադրբեջանը մաքսիմալիստական կամ այսպես պահանջատիրական հռետորաբանություն է կիրառում, դրան մենք ինչ պետք է հակադրենք։ Մենք պետք է զուգահեռ Ադրբեջանին գոնե այս պատմական ժամանակահատվածում պետք է զուգահեռ Ադրբեջանի նկատմամբ էլի պահանջատիրական կոչեր հնչեցնենք, հա, օրինակ էլի տարածքային պահանջներ ձևակերպենք, չգիտեմ, եւ այլն, թե մենք պետքա դրան հակադրվենք ոչ այսպես ուրեմն ճակատային, հա, այսպես պատասխանով, այլ փորձենք այլ տարբերակներ որոնել կամ այլ վարքագիծ դրսևորել դրան հակադրվելու համար։ Հա, բայց եթե նա լրի, եթե նա դադարեցնի, մենք չենք պահանջում դրանցից, չէ՞, որ այսօրվա կառավարությունը չի պահանջում Ադրբեջանից ոչինչ։ Դեռ ավելին, զիջելա։ Որն է Հայաստանի Հանրապետության խնդիրը այսօր, թույլ չտալ պատերազմը, ապա լեգիտիմացնել Ադրբեջանի եւ ինչ որ առումով նաեւ Թուրքիայի կոչերը։ Իսկ դրա համար ինչա պետք անել։ Դրա համար պետքա այո նաեւ միջազգային հանրությանը ցույց տալ, որ նույնիսկ Հայաստանը ընդունել է Թուրքիայի առաջարկը, Հայաստանի ղեկավարը այցելում է Թուրքիա եւ այն ուրեմն սա եւս հերթական ադրբեջանական կամ թուրքական քարոզչության այդ միֆերի կոտրում է, որ Հայաստանը ուրեմն չի դիրքավորվում պահանջատիրության կամ պահանջների, հա, ձևակերպման, այսպես տարածքային պահանջների եւ պատմական այլ պահանջների ձևակերպման, այլ ընդհակառակը Հայաստանը կառուցողական է եւ Հայաստանը գնում է ընդառաջ, ավելին Հայաստանն է առաջին քայլը անում եւ այցելում է մի երկիր, որի հետ կան այո պատմական հարցեր եւ սա Հայաստանի դիրքերը միջազգային հարաբերությունների առումով շատ ավելի շահեկան է դարձնում եւ այդ բոլոր ուրեմն խոսակցությունները եւ բոլոր այսպես փաստարկները, որ Հայաստանը ռևանշիստական է, Հայաստանը ուրեմն այս պահին պահանջատիրություն ունի եւ այլն, դրանք հոդս են ցնդում եւ դրանք ապա լեգիտիմացվում են եւ այլևս Ադրբեջանը գոնե որքան էլ ինքը հոխորտա կամ հայտարարի, որ չգիտեմ արևմտյան Ադրբեջան ասի, որքան էլ ասի ուրեմն Հայաստանը տարածքային պահանջներ ունի, միևնույն է Հայաստանի իրական հողի վրա վարքագիծը այլ բան է ասում եւ դա շատ կարեւոր է հատկապես միջազգային հանրության հետ հարաբերվելիս, եթե մի օր Ադրբեջանը այնուամենայնիվ կորոշի, որ պետքա ռազմական գործողությունների դիմի Հայաստանի դեմ։ Բայց մենք իրականում երբեք էլ թե նախկին իշխանությունների ժամանակ, թե ներկա իշխանությունների ժամանակ Ադրբեջանի հանդեպ, այ որ դուք ասեցիք, դե միֆեր իրանք ամեն ինչ էլ միֆ են, չէ՞։ Արևմտյան Ադրբեջանը միֆ չի, չգիտեմ, էլի առավելապաշտական մեր դեմ ուղղված չդադարող պահանջները միֆեր չեն, որոնք իրականում ընդհանրապես սպասարկում են իրենց ագրեսիվ պլանների իրականացումը Հայաստանի նկատմամբ։ Հայաստանի արդեն ինքնիշխան տարածք է, արդեն Արցախը դժբախտաբար գոնե առժամանակ կորսված է մեզ համար։
Եվ երբ ենք մենք ունեցել այդ առավելապաշտական կամ միջազգային հանրության մեջ երբ են ստեղծվել այդ միֆերը, որ հիմա մենք պիտի կոտրենք, որովհետև Նիկոլ Փաշինյանը կարծես թե առավել քան, այսպես ասած, զիջողական կեցվածք ունի եւ զիջողախաղաղապաշտական կեցվածք ունի այսօրվա դրությամբ, եւ ընդհակառակը ընդդիմադիր բևերից մեղադրում են Նիկոլ Փաշինյանին, որ Նիկոլ Փաշինյանի այդ զիջողականությունը չի տանում դեպի իրական խաղաղության հաստատմանը, պարոն Արաքելյան, այլ բերում է հասունացնում է նոր պատերազմ դեմ Հայաստան։ Նախ մենք ունեցել ենք այդ պահանջատիրական դրսևորումները, մենք առնվազն ունեցել ենք այդ խոսույթը Քուր Արաքսյան միջև խառնարան գնալու, մենք մեր հանրությունը, մեր քաղաքական էլիտան, մեր, չգիտեմ, իշխանության մոտ կանգնած եւ երբեմն նաեւ ամենաբարձր մակարդակով նման հայտարարություններ արվել են։ Մենք ունեցել ենք Նախիջևանի հետ կապված էլի նման մոտեցումներ, մենք ունեցել ենք այսօր էլ կարծում եմ ունենք Արևմտյան Հայաստանի այդ տեսլականը եւ այսօր մենք ասում ենք մենք ինչ առավելապաշտական ուրեմն նկարտումներ ենք։ Այսինքն փաստորեն դուրս է գալիս ձեր ասացից, որ մենք բավականին մեղավոր եւ ծայրահեղական դիրքավորում ենք ունեցել։ Կներեք, եթե մենք թշնամիների նկատմամբ, եթե մենք մեկնաբանում ենք այդ ձեր ասած թշնամիների տեսանկյունից, այո, այսինքն դուք բերեք պատկերացնենք։ Չէ, իրենք կարող են մեկնաբանել, բայց իրենք կարող են ստերել տարածել մեր հանդեպ։ Չէ, ներողություն, մենք ունեցել ենք այդ խոսույթը, ունեցել ենք։ Իրենք դրա հիման վրա իրավունք ունեն մեզ մեղադրելու առավելապաշտական կամ տարածքային նկարտումներ ունենալու մեջ, այո։ Եթե, պարոն Արաքելյան, եթե կներեք, եթե այդ խոսույթը կիրառվել է ամենաբարձրաստիճան պետական այրերի եւ միջոցով եւ դա դարձել է պետական քաղաքականության գիծ, բայց դա երբեք չի դարձել։ Տեսեք, այդ խոսույթը կիրառվել է, այդ խոսույթը կարող է ժամանակ առ ժամանակ սրությամբ կիրառվել եւ չի կիրառվել, բայց իրենք էլ ելնում են այն ուրեմն հանգամանքից, որ ինչ որ X պահի կար Արցախ, հա, իրենց տեսանկյունից ուրեմն օկուպացված հայերի կողմից կային 7 շրջաններ, որոնք Արցախի մեջ չէին մտնում եւ ուրեմն էլի իրենց տեսանկյունից օկուպացված հայերի կողմից, իրենք էլ ելնում են այդ փաստից, որ կա փաստ։ Այսինքն որքան էլ որ մենք ուրեմն հայտարարեինք, չհայտարարեինք, կար փաստ Արցախի փաստը եւ նրանք ելնում են այդ ուրեմն փաստից եւ ելակետից։ Ուրեմն ինչ վերաբերում է Այսինքն դուք դա սխալ եք համարում, որ Արցախի ինքնիշխանության իրավունքն ու այդ բուֆերային տարածքների, այսպես ասած, թեկուզ ժամանակ չասեմ ազատագրումը, գրավումը, ավելի դիվանագիտական որը պարզել, որ այն ժամանակվա իշխանություններն էլ էին ասում, որ պիտի վերադարձվեն Ադրբեջանին, երբ որ Արցախյան հիմնահարցը վերջնականապես կարգավորվի եւ կնքվի վերջնական հաշտության պայմանագիր։ Տեսեք, ինչու՞մն էր մեր սխալը։ Ես իրենց տեսանկյունից եմ մեկնաբանում։ Ես չեմ ասում մենք սխալ ենք, ճիշտ ենք, ինչ ենք։ Իհարկե դա պատմական հայկական հող է, որտեղ ապրել են Արցախի ազգաբնակությունը իրենց պատմական Ուսե Բաքուն է պատմական հող։ Հա, իրենց պատմական հողը փաստը մնում է նրանով, որ այդտեղ բնակվում էին հայեր եւ հա պատմական այդ ժամանակահատվածում մենք կարացանք այդ հողերը հետ բերել։ Միջազգային իրավունքի բոլոր նորմերի համաձայն։ Միջազգային ներողություն Ուրեմն միջազգային իրավունքի բոլոր խաղացողները այդպես էլ չճանաչեցին Արցախը այդ ձեր ասած միջազգային իրավունքի այնուամենայնիվ միջազգային իրավունքը նաև այդ պետություններն են, որքան էլ մենք abstract հայտարարում ենք միջազգային իրավունք, այդ միջազգային իրավունքը ճանաչում են այդ պետությունները, այդ պետությունները այնուամենայնիվ մինչև վերջել չճանաչեցին Արցախային կարգավիճակը, որը մենք ասում ենք միջազգային իրավունքի բոլոր նորմերով դա այդպես է։ Բայց մենք էլ չենք ճանաչել, անգամ չէ։ Առավել եւս մենք դա դրել էինք բանակցային սեղանի, բանակցում էինք, բայց խելացի բան խոսակցություն ծավալվեց, այսինքն միջազգային իրավունքը փաստորեն այո, դրա մասին էլ են շատ խոսում, որ երկակի է, երկակի ստանդարտի մեջ է գտնվում, այսինքն միջազգային իրավունքը կարող է հռչակել շատ բարձր մարդասիրական սկզբունքներ, ազգերի ինքնորոշման, նաև տարածքային միջազգային իրավունքը ՄԱԿ-ի 4 ուրեմն բանաձևերն են, որոնց հղում անելով Ադրբեջանը, նաև որոնց հղում անելով Ադրբեջանը նախաձեռնեց, սկսեց այդ պատերազմը։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք միջազգային իրավունքից, մենք պետքա այդ ուրեմն համապարփակ դիտարկենք, չվերցնենք մի, եթե խոսքը գնում է տարածքային
ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման մասին, ապա այդ միջազգային իրավունքները, այդ միջազգային խաղացողները այդ ազգերի ինքնորոշումը ըստ էության գրեթե միշտ դիտարկել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում եւ բոլոր իրենց առաջարկած փաստաթղթերը կարգավորման դրա համատեքստում են եղել, այդ կոնտեքստում են եղել, սկսած ընդհանուր պետությունից վերջացած այդ, չգիտեմ, մադրիդյան փաստաթուղթ է Լավրովյան պլան։ Այսինքն չի եղել այնպիսի առաջարկ այդ միջազգային խաղացողներից միջազգային իրավունքի հիման վրա, որը առաջարկել է Լեռնային Ղարաբաղի, Արցախի այն կարգավիճակի ֆիքսումը, որը փաստացի կար ուրեմն մինչև 20 թվականի պատերազմը։ Սա մի քիչ ավելի խորքային թեմա է, կանդրադառնանք սրան, ամեն դեպքում կանք մի քիչ ավելի մեր ներհայաստանյան իրականություն։ Պարոն Արաքելյան, ձեր ընդհանրապես կարծիքն եմ ուզում իմանալ, բազապես եթերը բարողի դիրքերից Սամվել Կարապետյանի հետ կապված այս իրողությանը, որը կարծես թե դարձյալ հղում անելով ընդդիմադիր բևեռների տեսակետները, ընդդիմադիր դիրքավորումներից եկող տեսակետներ, որևէ կրիմինալ չի պարունակել այդ արտահայտությունը միջամտելու, նա քաղաքացի է, նա հայ մարդ է, եւ ես հիշում եմ 2019 թվականի Արցախի վերածնության հրապարակում Նիկոլ Փաշինյանի այդ կրկոտ ելույթը, երբ որ նա փաստորեն փառաբանում էր նույն Սամվել Կարապետյանին, Ռուբեն Վարդանյանին, որպես մեծ հայ բարերարներ, որոնք միլիոնավոր դոլարներ են ներդնում հանուն Հայաստանի, հանուն այն ժամանակվա հայկական Արցախի, եւ եթե Սամվել Կարապետյանը որպես հայ մարդ, որպես ազատ մարդ, եթե մենք խոսում ենք ազատության մասին, ընդհանրապես մի կարծիք է, մի տեսակետ է արտահայտել եւ նրա ամիջապես այդ տեսակետից հետո նրան բիրտ կերպով կալանավորում են եւ հանգարցնորեն հիշում, որ Տաշիր պիցայում կան լիքը սանիտարահիգիենիկ խնդիրներ, դարձյալ իրենց տեսակետով եմ ես ասում, փորձում մեջ բերել ձեզ համար այդ տեսակետը, մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ այստեղ կա լուրջ Հայաստանում քաղաքական հետապնդումների մթնոլորտ։ Համարում եք, որ կա այդ հետապնդումների մթնոլորտը այս եւ դրանից առաջ եղած էլի դեպքերի բերումով Փաշինյանական այս վարչակարգի կողմից ձեր մեկնաբանությունը։ Տեսեք, եթե Հայաստանում քաղաքական հետապնդումներ լինեին, այսօր առնվազն Հայաստանի երկու նախագահներ շատ վաղուց ուրեմն փակի տակ կլնեին միգուցե, չնայած իրենց պարագայում այնքան հարցեր կան կամ այնքան ուրեմն բաներ, ուրեմն քրեական միգուցե գործեր կարելի է գտնել, որ այսինքն քաղաքական հետապնդման հարց չլիներ, բայց այնուամենայնիվ տեսեք, դուք նշում եք Սամվել Կարապետյանի մասին, ասելով, որ հայ պարզ մարդ, չգիտեմ, եկավ հայտարարություն արեց եւ ներողություն, այդ հայ պարզ մարդը ունի նախ մի քանի միլիարդ դոլար, գալիս է կոնկրետ աշխարհաքաղաքական կենտրոնից, որի աջակիցները հետագայում մենք տեսանք, թե որտեղից էին այդ աջակիցները, ու դրանք նաև ներհայաստանյան այն քաղաքական շրջանակներն էին, ովքեր մշտապես դեմ են հանդես եկել այս իշխանությանը, տարբեր կոչեր են հնչեցրել, փորձել են տարբեր ձևով վիժեցնել այս իշխանությունը, փորձել են ռևանշի հասնել եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ այդ մարդու ցանկացած խոսք առավել եւս իշխանություն կաթողիկոս այդ հակամարտության ֆոնին ինքը դիտարկվում է քաղաքական ենթատեքստում առավել եւս երբ որ այդ մարդը կոնկրետ որակումներ է տալիս իշխանությանը որակելով որպես խմբակ, հա, ինչ որ խմբակ, որը չգիտեմ ինչ է անում, ուրեմն հայ առաքելական եկեղեցու նկատմամբ եւ մենք եթե քաղաքական գործիչները այս հարցը չլուծեն, մենք մեր ձևով այդ հարցը կլուծենք։ Եվ սա բնականաբար այս թեժ ֆոնին չի կարող ուրեմն դիտարկվել որպես մի պարզ հայ մարդու պարզ միամիտ արտահայտություն։ Առավել եւս երբ որ մենք գիտենք, թե Ռուսաստանը ինչպիսի ներգրավվածություն ունի Հայաստանում ներքաղաքական գործընթացների գեներացման եւ զարգացման առումով, առավել եւս որ մենք գիտենք, որ Ռուսաստանից ուղիղ միջամտություններ կան Հայաստանի ներքաղաքական կյանքին, տարվում է ուրեմն շատ բիրտ հակաքարոզչություն Հայաստանի ու նրա իշխանությունների դեմ, եւ այդ ֆոնին ռուսահայ օլիգարխը, որը ունի մի քանի միլիարդ դոլար եւ ասոցացվում է ռուսական իշխանությունների հետ, գալիս է այստեղ ու տենց
միամիտ պարզ անկեղծ հայտարարություն բայց հակառակ կողմից էլ ասում են, որ այստեղ հակառուսական եւ ասում են փաստերով են բերում, մեկը քարոզչությունը ընդհանրապես այս հակառուսական պրո-արևմտյան քաղաքական դաշտը, որը առավոտից երեկո նաեւ հակառուսական քարոզչություն է եւ Հայաստանը ժողովրդավարական երկիր է։ Հա, ուզում ասել, բա ինչի պիտի նա լինի, նա չլինի, դե թող երկուսն լինեն։ Տեսեք, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ կյանքը ցույց է տվել, որ եւ խոսում են ի աջակցություն արևմուտքի եւ խոսում են ի աջակցություն Ռուսաստանի, բայց դա չի նշանակում, որ այստեղ ամեն մեկը կարա գա ու որոշի, որ կարա Հայաստանի պետության ու իշխանության դեմ ցանկացած խոսք ասի։ Բայց ասում են, այսինքն այս Հայաստանը ասել չի։ Դա ուղղակի տեսակետ արտահայտել է, պարոն Արաքելյան։ Դուք էլ կարող եք ձեր տեսակետ արտահայտել։ Տեսեք, երբ որ դուք ասոցացվում եք կոնկրետ աշխարհակաղակական կենտրոնի հետ, երբ որ ձեր ամբողջ քաղաքական գործունեությամբ ուրեմն դուք հանդիսանում եք նախորդ իշխանությունների, նախորդ քրեա օլիգարխիկ իշխանությունների հենասյուներից մեկը, ձեր խոսքը չի կարող լինել պարզ Հայաստանի քաղաքացու կամ պարզ հայ մարդու, չգիտեմ, խոսք։ Ձեր խոսքը ունենալու է շատ լուրջ քաղաքական ենթատեքստ, առավել եւս, երբ որ այդ խոսքի մեջ ինչ-որ գործողությունների մղելու կամ գործողություններ իրականացնելու տարապարունակում։ Այն վերջի վերջո մենք Հայաստանում տեսել ենք, չէ՞, քաղաքական սպանությունների, չգիտեմ, մեծ այսպես ուրեմն երթ շարան ու մենք տեսել ենք թե դրանից հետո ինչ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության հետ։ Եվ հետեւաբար ակնհայտ է, որ կոնկրետ անձը ունի աշխարհակաղակական ուրեմն կողմնորոշումներ, տվյալ անձը ունի ներքաղաքական հստակ դիրքավորումներ, տվյալ անձը ասոցացվում է այդ քաղաքական անցյալի հետ եւ այդ տվյալ մարդու հայտարարությունները դիտարկվում են իշխանությունների կողմից այդ համատեքստում եւ երբ որ դու այդ կալիբրի մարդ ես ու բարձրանում ես նման հայտարարություն ես անում, դա չի կարող չընկալվել որպես քաղաքական հայտարարություն, դա չի կարող ուղղակի այսպես պատահական մարդու հայտարարություն դիտարկել։ Լավ, ասենք սա էլ ասենք ու անցնենք մեր մյուս թեմային, այ օրինակ թեմա բացեցիք, ասենք այդ ձեր հիշատակած այդ սպանությունները, հիմա ես միանգամից չորակեմ քաղաքական, որովհետև ես չգիտեմ դրան քաղաքական սպես չեմ կարող այդ մասնագիտական որակումը տալ։ Այսինքն, բայց ամեն դեպքում ներկայիս իշխանությունների կողմից էլ 2018 թվականին գոյություն ունեցող նոր իշխանությունների կողմից էլ չեն բացահայտվել, չեն ասվել, որ դրանք եղել են քաղաքական սպանություններ, ասենք օրինակ, այդ գործիչները եղել են պրո-արևմտյան գործիչներ, ոչ ռուսաստանամերձ գործիչներ, քաղաքական սպանություն չէր, հոկտեմբերի 27-ը քաղաքական սպանություն, որոնք այդպես էլ չեն բացահայտվել եւ հիմա դրանց հետ կապված կամ ասենք ասում են թալանչի, այդ երկու նախագահան ասենք 7 տարի, 8 տարի, 9 տարի թալանչիները բան ինչու բանտում չեն։ Եթե թալանչի, ուրեմն թալանչի չեն գուցե։ Չէ, կներեք, հիմա այդ ձեր ասած նախագահներից մեկի վրա մոտ $200 միլիոն հակակոռուպցիոն հայց կա, մյուս նախագահի ու իր փեսայի վրա էլ էլի մի քանի 100 միլիոնների, եթե չեմ սխալվում, էլի հայցեր կան։ Միջև այս պահը Հայաստանին վերադարձվել է մոտ $500 միլիարդ ապօրինի գույք կամ ֆինանսական միջոցներ, իսկ այս պահին ուրեմն հայցերի տեսքով գլխավոր դատախազի վերջին զեկույցից պարզա դառնա, որ $1.5 միլիարդ հայցեր կան, որոնք այս պահին ուրեմն հակակոռուպցիոն կոմիտեում են, հակակոռուպցիոն այդ գործընթացի շրջանակներում են ու այդ թիվը գնալով աշճանաբար մեծանում է ու ինքը կարա հասնի մի քանի $1 միլիարդ։ Հիմա այս իշխանությունը ասում է, որ Ժորժ ջան, մենք չէինք կարող գալ եւ այսպես ասած կուլակաթափ անել, ասել այ դու այսքան պետք է բերես, դու այսքան պետք է բերես, հանցակազմել չեն հրապարակել, էլի, ներողություն, եթե օրինակ, ասենք Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ծագում ունեցող գույքի շրջանակներում հրապարակում են այսքան գույք կա ու այդ մարդը չի կարող ապացուցի, թե այդ գույքը որտեղից է, դա հանցակազմ չի։
Կամ եթե Ռոբերտ Քոչարյանի տակավին երիտասարդ Ռոբերտ Քոչարյանը այդ գույքը ձեռք է բերել Թալանի ապօրինությունների ճանապարհով, ոչ դա պետքա Ռոբերտ Քոչարյանը ապացուցի կամ դիցուկ X մարդը Պաշտոնյան ապացուցի, որ այդ գույքը ինքը ձեռք է բերել օրինական ճանապարհով։ Դուք ինձ մեղավորում եք հանցագործության մեջ, չէ՞։ Ես ինքս ասում եմ, ես չեմ խոստովանում, որ ես հանցագործ եմ։ Դուք ապացուցեք փաստերով։ Դա իրենք էլ ապացուցում են, ասում են ընկեր, այս գույքը անօրինական է։ Դու ասում ես չէ օրինական է, չէ՞։ Ասում են դե ապացուցի, որ օրինական է, օրինական եկամուտներ։ Ես ապացուցեմ, որ օրինական է։ Պետությունը ապացուցում ասում է, սա անօրինական է, քանի որ դու ունեցել ես X աշխատավարձ, բայց դրան զուգահեռ ունեցել ես 10X գույք։ Հիմի այդ, չգիտեմ, 9X գույքը քոնը չի ասում է պետությանը, քանի որ չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Սա պետքա բռնագանձեք։ Դու էլ ասում ես, չէ, դա իմն է։ Դե պետությունն էլ ասում է, դե ուրեմն ապացուցի, որ քոնն է։ Պետությունը ապացուցում է, որ քոնը չի։ Մեղադրվողը չի կարող ապացուցել։ Պետք է մեղադրող կողմը դա փաստերով ապացուցի։ Մեղադրող կողմը հանում է, ասում է, պարոն, այսինչ, դու 2098 թվից մինչև 2008 թիվը ունեցել ես օրինական այս եկամուտները, ճիշտ է, ճիշտ է։ Այս օրինական եկամուտներով դու կարողանում ես գնել 1 բաժակ, ճիշտ է, ասում է, հա, ճիշտ է։ Բայց ասում է, դու ունես 10 բաժակ։ Այս 9 ապօրինի է։ Ինքը ապացուցում է, որ ապօրինի է, որովհետև օրինական եկամուտներով չապացուցած գույք են այդ։ Ինչ-որ մի սպյուրքա եկել է համատեղ բիզնես։ Դե կներեք, բա այդ կոռուպցիան ո՞նց է ալում։ Համատեղ բիզնես, եթե նույնիսկ համատեղ բիզնես է անում, դա պետք է օրինական երևա, այսինքն օթի մեջ չի այդ բիզնեսը։ Բա ինչու չեն կալանավորում Ռոբերտ Քոչարյանին։ Դե կներեք, կալանավորելու համար հակակոռուպցիոն այդ գործընթացը կալանավորելու համար չի, հակակոռուպցիոն գործընթաց կան գործեր, իհարկե փողերի լվացում, նույն երրորդ նախագահի, ուրեմն փեսայի գործով, ինչու Հայաստանը։ Դե ասում են, որ դրանք դարձյալ արվում են մի բանի համար, որ այսպես բերենք էլի ավելի մի քիչ քաղաքականացում ու անցնենք հաջորդ հարցին, որ պարզապես միշտ մնա այդ կերպարը, այսպես ասած, գողի, թալանչու կերպարը եւ Նիկոլ Փաշինյանի համար հեշտ լինի նորից վերարտադրվել, նորից պահպանել իր իշխանությունը, այսինքն դուք ուսումնասիրել եք, Սրիկա ես, այ Սերժ դու Սրիկա ես, դուք կարդացել եք, օրինակ այդ գործերը ուսումնասիրել եք, նույն այդ Միշիկի, ուրեմն այդ Թալանի հետ կապված, նույն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի գործի հետ կապված, կարդացել եք այդ գործերը։ Կարդացել եք օրինակ Պղնձամորի դենային կոմբինատի Բաժնե Տոմսերի հետ կապված օրինակ երրորդ նախագահի փեսայի առանցությունները, կարդացել եք այդ ռադիոկայանի հետ կապված երրորդ նախագահի այդ առանցությունները, կարդացել եք այդ գործերը, թե այդ մախինացիաները ոնց են կատարվել, որտեղից են եկել, որտեղ են գնացել, ինչպես է ֆիկտիվ պայմանագրեր կնքվել հրապարակված է դա Անդրուսյանը եւ ապացուցեն որ այսքան հանցակազմ կա այդ հանցագործներին թող ձերբակալեն ինչու՞ չեն այդ ամբողջ գործերը հրապարակված է դրա համար եմ ասում կարդացել եք Պարոն Արաքելյան եթե հանցակազմը կա եթե հանցագործները կան հանցագործները պիտի լինեն բանտում դե ներողություն այդ հանցագործները ժամանակին ունեինք բան Վանեցյան Արթուր ԱԾ-ի տնօրեն ԱԾ-ի տնօրեն, որի ժամանակ այդ հանցագործները կամ ենթադրել հանցագործները Հայաստանից գնացին։ Եթե իրանք նշանակել Նիկոլ Փաշինյանը, դե տեսեք, ուրեմն իշխանություններին, այո, ես մեղադրում եմ, որ հատկապես այդ առումները, որ ԱԾ-ի պետք չպետքա լիներ, օրինակ նույն Արթուր Վանեցյանը կամ դրանից հետո եկած որոշ էլի ԱԾ-ի տնօրեններ կամ էլի այո այդ ապօրինի գույքի կամ այդ Ալան Թալանի վերադարձման հետ կապված կամ շատ մարդիկ ովքեր այսօր եկակ իշխանություններին մեղադրելու դաշտ չէ կներեք բայց այնպես չի որ իշխանությունները սուրբ են ու ու դա ներքին կյանքում կներեք 1980 դա ներքին կյանքում արտաքին կյանքում էլ մի քիչ թեմայից այսպես ցածկ կատարեցինք բայց ոչինչ տրամաբանական ցածկեր գրգիչ թեմաներ են սրանք կարևոր մարդկանց հուզով խոսում են նաև նրա մասին որ այո այսօր մենք նաև արտաքին դիվանագիտական դաշտում էլ իրականում մնացել ենք անդաշնակից ըստ էության անտեր Կներեք դաշնակի այդ տերը ով է, ասենք տերը ներողություն, մենք ինչ որ մի հատ կենթանի ենք, մեզ գալիս են տիրություն են անում, ասում են ասես գլուխը շոյում են, ուրեմն մենք պետք է այդ տիրոջ այդ
տրամաբանությունից, այս 100-ամյա տիրոջ տրամաբանությունից տեր կարա ունենա աննասունը ներողություն եմ խնդրում։ Մենք երկիր ներողություն մենք փոքր երկիր ենք, երբ որ անհրաժեշտ է ասում ենք փոքր երկիր է, երբ որ ինչ որ բան ալու մենք մեր ոդկը այսպես մի քանի Ես երբիտերը խոսելը ճիշտ չգործածեցի կներեք ուրեմն մեր թեկուզ այդ դաշնակից ասածը այսօր ուրեմն չգիտեմ Իրանը ուներ դաշնակից Իրանը ուներ դաշնակից չէ մի քիչ էլ տիրոջ բանով ասեմ մեծերը ամեն դեպքում որը как покровитель ոնց որ ռուսը կասեր չէ մի քիչ այդ բանը ունեն չէ Հիմա մենք մեծ տեր ենք համարել տեր չեն կանգնում փոքր երկրներին որոնք սպառնալիքի տակ են կանգնում են չէ որովհետև այդ փոքր երկրները ու արևմտյան պետությունները իրական դաշնակիցներ են հասկանում եք տարբերությունը ոչ թե ձևական դաշնակիցներ են ինչպես Ռուսաստանը եւ Հայաստանը թղթի վրա տեսեք այսօր Իսրայելին ինչքան քննադատություններ կա վերջի տարիներին եւ այլն բայց եթե նույնիսկ Իսրայելը սխալ գործողություններ է իրականացնում երբեք Միացյալ Նահանգները չի դադարել Իսրայելին պաշտպանելուց լավ գանք Իրանա-իսրայելական թեմա դա է իսկական իրական դաշնակցային հարաբերությունները իսկ դա արդեն արևմտյան մշակույթ է ոչ թե ռուսական մշակույթ է որը վերջին առնվազն 5 տարիների ընթացքում իր բոլոր դաշնակիցներին գցեց բառի բուն իմաստով Արցախ, Հայաստան, Սիրիա, այսօր Իրան վաղը մեկ ուրիշը կլինի եւ հիմա այս որ դուք ասում եք այս համատեքստում որ դուք ասում եք դաշնակիցներ մենք պետքա մեր մտածելակերպից հանենք այդ բացառիկ դաշնակցի բացառիկ փրկչի այդ կերպարից մենք պետքա ունենանք ավելի շատ գործընկերներ իսկ գործընկերներ ունենում են այն պետությունները որոնք ունեն փոխադարձ շահեր հասկանում եք մենք Ռուսաստանի հետ ինչ փոխադարձ շահ ունենք եթե մենք ամբողջությամբ հանձնված էինք Ռուսաստանին Ռուսաստանը ինչ շահ պետքա ունենար Հայաստանում այն ինչ որ ուներ ինքը ուներ այստեղ այն ինչ որ ուներ ձեռք էր բերել մի բան էլ ավելի մենք չունենք շահ Ինչ շահ էր մենք իհարկե մտնելով չենք շահում մենք ներողություն եմ խնդրում իսկ ով ասեց եթե մենք 13 թվին չմտնենք ԵԱՏՄ այլ ունենայինք այդ ասոցիացիան համաձայնագիրը շատ ավելի լավ վիճակում չենք գտնվելու քան այսօր շաբաթը մեկ Ռուսաստանից մեկ է հոբ ծաղիկներն են փակում Ծիրանն են փակվում ավտոներն են կանգնում այսօր էլ վստահ որ մենք կարող էինք միանգամից եվրոպական շուկաներում այնպիսի հաջողություններ հասնեինք ինչպես ասենք ԵԱՏՄ ուրեմն 13 թվականից մինչև երկարամյա աշխատանք այո 13 թվական իսկ այդ բարդ երկարամյա աշխատանքը սկսվում է առաջին քայլից իսկ մենք այդ քայլը չենք արել 7 տարի ասում են բան չեն անում որովհետև 7 տարի մենք տեսեք այսօր ասում են Եվրասիական տնտեսական միության հետ մենք ունենք միլիարդավոր դոլարների շրջանառություն այդ Եվրասիական տնտեսական միությունը դա ոչ միայն ընդհանուր շուկայական գոտի է դա նաև սահմանափակում է մյուս երկրների հետ մեր տնտեսական հարաբերությունները եւ բնական է որ պետքա ԵԱՏՄ-ի հետ ունենայինք այդ խոշոր առևտրաշրջանառությունը ոչ թե եվրոպական միության երկրների բայց վերարտահանումը կա եւ վերարտահանման ճանապարհով պարոն Արաքելյան իսկ վերարտահանման ճանապարհը սահմանափակում ըստ էության Ռուսաստանին էլ է դա ձեռնտու եւ Ռուսաստանն էլ տեսեք վերարտահանում է այսօր դա առաջին հերթին Ռուսաստանին է օգտվում մենք չենք օգտվում դրանից այդ վերարտահանումից Հայաստանի բյուջե համարյա զրոյական ուրեմն գումար է մտնում հա ինչ որ օլիգարխներ կարող է հարստանան դրանից բայց օլիգարխական համակարգ չունենանք դա արդեն այլ հարց է բայց դե նկատի ունեմ խոշոր բիզնեսմեններ լավ չանվանեմ օլիգարխներ խոշոր բիզնեսմեններ միգուցե դրանից որոշակի օգուտներ քաղում են բայց Հայաստանի բյուջեն դրանից մեծ առումով չի օգտվում տարբեր կալիբրի տնտեսվարողներ են բոլոր դեպքերում շահում մեծ առումով Հայաստանի բյուջեն դրանից չի օգտվում ավելին ասեմ դա տնտեսական փուչիկ է որը հետագայում պայթելու է իր բացասական էֆեկտը շատ ավելին է լինելու քան իր դրական էֆեկտը որը երբևէ ունեցել է չհաշված այն արտաքին քաղաքական բացասական իմիջը որ Հայաստանը ունենալու է ռուսական ապրանքների վերարտահանման առումով եւ հետեւաբար երբ որ ասում են ԵԱՏՄ-ն բա տեսեք ինչ օգուտներ է տվել բա ԵԱՏՄ-ն պետքա տար որոշակի տնտեսական էֆեկտներ քանի որ ԵԱՏՄ-ում մենք Եվրամիությունում չենք որ Եվրամիությունը տար իսկ ԵԱՏՄ-ն խոչընդոտ է Եվրամիության հետ մեր տնտեսական հարաբերություններում նույն մաքսատուրքերի առումով մենք մաքսատուրքեր ենք սահմանում Եվրոպական միության երկրների համար իրանք էլ բնականաբար մեր ապրանքների համար են արհեստական մաքսատուրքեր սահմանում եւ
միայն վերջերս Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց, որ Հայաստանում արտադրվող ապրանքները, եթե արտահանվում են Եվրոպական միություն, ապա Հայաստանի Հանրապետությունը այն մաքսատուրքը, որ վճարվում է Եվրոպական միությանը, որը 10-ից մինչև 15% այդ մաքսատուրքի չափով Հայաստանի Հանրապետությունը հետ վերադարձ անում մեր տնտեսվարողներին, որը շատ կարևոր քայլ է խթանելու եվրոպական ուղղությամբ արտահանումը։ Եվ այսպես շարունակ, այսինքն միանշանակ չի, որ մենք մտանք ԵԱՏՄ, ուրեմն մեր համար դա շատ լավ էր։ ԵԱՏՄ-ին մենք գիտենք, որ ուրեմն կա ապրանքների որակի շատ ցածր մակարդակ, կա տնտեսության որակի շատ ցածր մակարդակ, կա խոշոր կոռուպցիա։ Մեր տնտեսվարողները այնտեղ ձևավորվում են մի հատ կոմֆորտ զոնա, որից չեն ուզում դուրս գալ։ Եթե ասենք, չգիտեմ, մի հատ փչացած ապրանք կարող ես տանես Ռուսաստանում իրացնես, ինչի էլ աշխատես, ջանքներ դնես, նոր տեխնոլոգիաներ բերես, նոր գիտելիքներ ներդնես, լավ մրցունակ ապրանք արտադրես։ Մենք էդ ենք, պարոն Արաքելյան։ Կներեք, մեզ պետք է փոխենք։ 7 տարի ասում ենք, տեսեք, դուք ասում եք, մենք էդ ենք, չէ։ Մենք էդ ենք, քանի որ մեզ ստիպել են այդ դառնալ։ Այդ տեսեք, երբ որ մենք ուզում ենք, մենք ենք ուզեցել չէ, երբ որ մենք չէ, մենք չենք ուզեցել այդ լինել, 13 թվին ասոցիացիան համաձայնագիրը ուրեմն բանակցած, վերջացրած էր, մնում էր ստորագրել ու մի գիշերվա մեջ գնացին ԵԱՏՄ մտան իբր անվտանգային, այսպես հիշենք Տիգրան Սարգսյանին, որ գոռում գոչում էր, որ մենք չենք կարող ԵԱՏՄ անդամ լինել, քանի որ մենք ընդհանուր սահման չունենք այդ բանի հետ, տնտեսական միության հետ, այն ժամանակ մաքսային միություն էր։ Եվ հետևաբար այդ բաները զուտ պրոպագանդա են։ Եվ այսօր մենք տենում ենք դրա արդյունքները, թե ինչպես է օրինակ Ռուսաստանը օգտագործում դա մեր վրա որպես լծակ, ապրանքները չթողելու, չգիտեմ, մաքսատաներում խոչընդոտներ ստեղծելու, ամեն ցանկացած մի հատ այսպես քաղաքական վայրի վերևի դեպքում իրանք օգտագործում են այդ լծակը ու այսպես շարունակ։ Եվ դրա համար եմ ասում, որ մենք պետք է ունենանք, այ մենք Ռուսաստանի հետ պետք է Վրաստանը, որ ԵԱՏՄ անդամ չի, ինչ Ռուսաստանի հետ չունի խոշոր առևտրաշրջանություն, կամ կենտրոնական Ասիայի Վրաստանը շրջվեց, այսինքն մենք էլ քանի դեռ չունենք կամ կենտրոնական Ասիա շատ դժվար է ներողություն Վրաստանը ոնց շրջվեց, եղածը չկորցնենք եւ ներողություն դա հնարավոր չուկներ ասում 6 միլիարդ դոլարի մենք տեսեք, երբ որ այդ ուրեմն օթից վերցրած թվեր են, իսկ դրա ռազմավարական առումով հետագա տնտեսական էֆեկտը մենք չենք հաշվում, տեսեք, նույնիսկ կենտրոնական Ասիայի շատ երկրներ, որոնք ԵԱՏՄ անդամ չեն, ունեն շատ ավելի մեծ առևտրաշրջանառություն Ռուսաստանի հետ, քան Հայաստանը։ Եվ հետևաբար այդ միֆը բերեք կոտրենք, այ մենք կորցնելու ենք եւ այլն եւ այլն։ Մենք կորցնելու ենք, Ռուսաստանն էլ է կորցնելու, բայց մեծ առումով մենք հերանեկարի առումով շահելու ենք։ Այնուամենայնիվ այսօր Ռուսաստանն միակ շուկան չի, որի մենք պետք է Հայաստանում ունենք։ Կա բացի եվրոպական շուկայից կան նաև այլ շուկաներ։ Մենք դրանց ուղղությամբ պետք է։ Իսկ ով ասեց, որ մենք չենք ուզում Ռուսաստանի հետ առևտուր անենք։ Ընդհակառակը Ռուսաստանն է այդ խնդիրը դնում, կամ դու մեր հետ պետք է առևտուր անես, կամ գնաս այսօրվա Օվերչուկի հայտարարությունը կարդացեք։ Ինչ ասում, ասում է, այքան որ Հայաստանը ընտրել է եվրոպական ուղին, ռուսական բիզնեսները վախենում են Հայաստանում ներդրում անել, ինչ որ պահի այդ ներդրումները չեն, կներեք այդ ինչպես են, այսինքն ինչից են վախենում, այդ եվրոպական, այդ ռուսական բիզնեսները վախենում են, որ Հայաստանը եվրոպական մակարդակի տնտեսություն է լինում, բայց այդ որ վախենում են, ինչու են իրանք պետք է որ մենք եվրոպական լինենք, այդ որ վախենում են, բայց ինչ են իրանք հայացները ուղղված Եվրոպային, ինչ են իրանք բիզնեսմենները իրանք փողերը Եվրոպայում պահում, ինչու են իրանք երեխեքը Եվրոպայում կրթվում, ինչու են իրանք արտահանումները գազի եւ մնացած, այսինքն բաներ կան Եվրոպայի հետ, Եվրոպայի հետ։ Դե տեսնում եք, ուրեմն Ռուսաստանը այդքան ուժ չունի կամ չի էլ ուզում, ոչ թե այդքան ուժ չունի, չի էլ ուզում մեզ խանգարի, որ մենք եվրոպական երկրների, Ամերիկայի, այսպես ասած, արևմուտքի երկրների հետ ունենանք, այդպես չի։ Այսինքն այլ ինչպես է խանգարելու։ Բայց որտեղ մնացիր բռնակալական բռունցքը, որ ասի մեզ չէ, ինչ է, ոնց է պատկերացնում, պետք է 102-րդ ռազմաբազայի զորք բերի Երևանի կենտրոնում, բայց ինչ պետք է անի ինքը։ Իրանք անում են, ուղղակի այո, այսօր իրանց ազդեցության լծակները շատ ավելի փոքր է, քան նախկինում էր։ Իսկ դա այն քաղաքականության արդյունքում է, որ մեր երկիրը այսօր փորձում է
ռազմավարական առումով դիվերսիֆիկացնել իր հարաբերությունը թե տնտեսական թե անվտանգային։ Այն ժամանակ կար Արցախի խնդիր ու այդ Արցախի խնդիրը ՄԱԿ-ին էին սարքել, իսկ վերջում մենք տեսանք թե Ռուսաստանը ինչ դիրքորոշում ունեցավ Արցախի խնդրի հարցում։ Կար ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչ եղավ այն որ Արցախ դուք Պրագայում հանձնեցիք։ Եղավ այն, այս շատ բան են ասում։ Դա եղավ այն, որ Հայաստանը նույնիսկ փողը վճարեց, բայց տեսեք, Հայաստանը գումարը վճարել է, բայց Ռուսաստանը պատրվակներ է բերում, թե ինչու ինքը չի կարող դրա դիմաց զենք վաճառել։ Պատկերացրեք, տեսեք, այսօր խոսվում է ատոմակայանի մասին, չէ՞։ Վաղը եթե այդ ատոմակայան շինարարություն տան ամերիկացիներին, ֆրանսիացիներին կամ հարավկորեացիներին կամ նույնիսկ չինացիներին, պետք է էլի Ռուսաստանից այդ ձայները մենք լսենք, այ չտվեցին մեզ, չտվեցին։ Բայց պատկերացրեք մի իրավիճակ, երբ որ մենք ուրեմն պատվիրակում ենք, տալիս ենք ատոմակայանի կառուցումը Ռուսաստանին, տվյալ դեպքում Ռոսատոմին, այս կազմակերպությունը 1-2 տարի ուրեմն կառուցում է ատոմակայանը ու 3-4 տարում ասում է Ժորժ ջան, ես էլ չեմ կարող, ռեսուրսներ չունեմ, պատերազմը, էսա, տեխնոլոգիաները փակ են ու վերջ։ Հայաստանը ռազմավարական առումով կանգնելու է ուրեմն կոլապսի առաջ, ուրեմն տնտեսական ու էներգետիկ կոլապսի առաջ։ Տվյալ դեպքում մենք ինչ ենք անելու, գնալու ենք Ռոսատոմի տնօրենից ասենք, իհարկե իրանք դա օգտագործելու են քաղաքական լծակ, մեզանից շատ ավելի զիջումներ պահանջելու, որպեսզի մենք, չգիտեմ, որպեսզի շարունակվի ատոմակայանի կառուցումը։ Չէ՞ որ Ռուսաստանը արդեն իսկ ապացուցել է, որ ինքը կարա նման քայլի գնա, նույն այդ զենքի վաճառքի հետ կապված։ Եվ այստեղ այդ ուրեմն անվտանգային առումով Ռուսաստանի դիրքավորումը բերեց մեր համար, այո, մենք խնդիրներ ունեցանք, բայց մենք կարողացանք այդ խնդիրը լուծել։ Մենք դիվերսիֆիկացրեցինք մեր ռազմատեխնիկական հարաբերությունները եւ այսօր Ռուսաստանից գրեթե զրոյական կախվածություն ունենք զենք զինամթերքի գնման առումով, ավելին դրա արդյունքում մենք այսօր բավականին զարգացրեցինք նաեւ մեր ռազմաարդյունաբերական պոտենցիալը։ Այդպես է լինելու նաեւ տնտեսական հարաբերությունների պարագայում։ Եթե այդքան զարգացած լինենք, ինչի՞ պիտի Ալիևը ամեն օր, պարոն Արաքելյան ջան, հոխորտար մեր վրա։ Կներեք Ալիևը հոխորտում է, բայց պատերազմ չկա, չէ՞։ Պատերազմ չկա, բայց ամեն դեպքում կներեք հիմա Ալիևը իր ներքին որ Ալիևը հետ է քաշում իր զորքերը մեր օկուպացված հիմա Ալիևը իր ներքին լսարանի համար շատ բաներ կարա խոսի, բայց փաստը մնում է փաստ, որ չունենք լայնածավալ պատերազմ, չէ՞։ Իսկ դեռևս այսօրվա դրությամբ չի նշանակում, որ նույնիսկ եթե Ադրբեջանը սկսի լայնածավալ հարցակում ինքը կունենա այն հաջողությունները ինչը որ ինքը ունեցել է 25, 21-ին, 22-ին եւ հետեւաբար մենք դեռ չգիտենք մենք ինչ ունենք, չնայած որոշ բաներից տեղյակ ենք, բայց պետք է թեմաներից այդքան շատ չխոսալ եւ հետեւաբար տնտեսական հարաբերությունների առումով էլ ես համոզված եմ, որ Ռուսաստանում էլ գիտակցում են, որ իրանք հայտնվելու են այն իրավիճակում, ինչ իրավիճակում այսօր կա ռազմատեխնիկական հարաբերությունները, երբ որ իրանք փորձեցին Հայաստանին շանտաժի ենթարկել, վերցնել գումարը զենքը չտալ, գումարներ պահել։ Տեսեք մի օրինակ բերեմ, $400 միլիոն, որը տրվել է 20 թվականին կամ 21 թվականին, 4 տարի եթե այդ գումարը դրվեր որևէ ուրեմն բանկում 3-4% տոկոսադրույքով, այսօր այդ գումարը կլիներ գրեթե $470 կամ $500 միլիոն։ Բացի այն, որ մեզ զենքը չեն տվել, բացի այն, որ մեր համար ստեղծել են, ասում եմ, մի մասը տվել են։ Դա շատ փոքր ինչ որ մասը։ Բացի այն, որ այդ զենքը չտալով իրանք անվտանգային սպառնալիքներ են ստեղծել, բացի այն, որ մեր համար դա այդ պայմաններում ժամանակը շատ ավելի թանկ արժեր, քան, չգիտեմ, ցանկացած գումարը, իրենք նաև մեծ տնտեսական լուրջ, ուրեմն վնաս են հասցրել ու այսօր խոսվում է, որ այդ գումարը ուղղվելու է ինչ որ վարկային միջոցների պարտքի սպասարկմանը, դա այն պարագայում, երբ որ Հայաստանը իր պարտքը պայմանագրային, դրույթներով շատ նորմալ սպասարկում էր եւ պարտքի սպասարկման խնդիր չկար, իրենք ընդհանրապես պետքա գումարը պարկե համաձայնությունը, եթե Հայաստանը կառավարությունը չի դժգոհում դրանից, մենք ինչի դժգոհ ենք։ Էլ Հայաստանը ունենք, պետք է տանք, չէ՞, վերջը։ Կներեք, այդ պարտքից Հայաստանը չի հրաժարվել։ Պայմանագիր են կնքել եւ պայմանագրով այդ պարտքը փակվում է։ Այսինքն դուք վերցնում եք գումարը կոնկրետ նպատակի համար, հետո գցում եք, ասում եք, չէ, այս պարտքը պետքա ուղենք այսրան, դա նշանակում է գցել պարզ կոնկրետ։ Դա նշանակում է գցել
միջպետական հարաբերություններում գցել իրենք այդ Հայաստանը դա պետք է ասի գցելա թե չէ դե Հայաստանը մերավ ասելով որ երբ որ պետք է լինում բավականին խիստ հակառուսական հայտարարություններ հնչում են ասվել է կներեք դուք չեք լսել որ Հայաստանի նույնիսկ վարչապետի մակարդակով այդ մասին խոսվել որ այո գումարը վերցրել են չեն տալիս զենքը դուք չեք լսել այդ հայտարարությունը բացել էր քանի անգամ ասել ժամանակ այո բացեբաց ազգային ժողովում եւ կառավարող թիմի ղեկավարը եւ ազգային ժողովի պատգամավորները բացեբաց այդ մասին բազմիցս հայտարարել են կներեք Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ նույնիսկ դժգոհություններ արտահայտել են նախկին իշխանությունները երբ որ Ռուսաստանը զենք էր վաճառում Ադրբեջանին երբ որ բողոքում էին ասում են սա բիզնես է այսինքն էլ ինչ պետք է անի Հայաստանի իշխանությունը կներեք մի քանի անգամ ավելի եթե Հայաստանը ժամանակակից զենքեր արել եթե Հայաստանը օրինակ $400 միլիոն դիմաց բռնագանձեր ռուսական որևէ կապիտալ ստեղ կսարքեին հակառուսականություն չէ բայց Հայաստանը այդ իրավունքը ուներ բայց էլի սրման չգնալու համար միգուցե Հայաստանի իշխանությունները որոշել են կամ համաձայնվել են այդ գումարը ուղղել պարտքի մարման կամ փակման դրա փոխարեն ինչ որ տեղից այլ վարկ վերցնեն ուղղեն միգուցե ռազմական կարիքների բավարարմանը էսա մեր հարաբերությունների բնույթը Ռուսաստանի հետ եւ այդ հարաբերությունների բնույթը փոխել է ոչ թե Հայաստան այլ Ռուսաստան երկուստեք աշխատանքա բայց այս երկուստեք աշխատանքը ոնց է տեսնում ինչ հարաբերությունները կարգավորվում են առանց այդ հարաբերությունների բարի դրացիական հունի նույն այդ բևերից էլ են կարծում եւ տարբեր այլ դիրքավորումներից էլ են կարծում որ մեր օրինակ մենք ինչ ենք արել որ օրինակ Ռուսաստանը չէ դե եթե մենք մեր Ռուսաստանը մեզ այդքան պետք չլիներ չէի կարծում չեք կարծում որ կարող էր մի գիշերում հենց Նիկոլ Փաշինյանը կան վերցներ օրինակի համար կամ ընդհանուր առմամբ եթե այդ ահռելի վտանգ ասեր 102-րդ ռազմապասը դուրս արի ես իմ անվտանգությունը ապահովում եմ ինչու՞ բա չի անում իսկ կներեք դա մի գիշերվա մեջ լինում է այդ մի գիշերվա մեջ էլ կարող է լինի ոնց է լինում պարս մի հեռախոսազանգով չէ նման բաներ չեն լինում հատկապես երբ խոսքը վերաբերում է ռազմական թվությամբ եկեք մի քիչ իսկ ինչ վերաբերում է տեսեք երբ որ մենք ասում ենք մենք էլ պետք է ինչ որ բան անել լավ բերեք ասենք վերցնենք մի կողմ հանգիստ թողնենք Նիկոլ Փաշինյանին եւ հասկանանք դրանից առաջ ինչա տեղ ունեցել Սերժ Սարգսյանը Լավրովի դեմ դիմաց նստած ասեց բացատրություն եմ սպասում թե ինչի սա եղավ էլի Նույնիսկ Սերժ Սարգսյանն հո չեք մեղադրում հակառուսականության մեջ վերջի ասենք այդ կներեք այս մեղադրումները մեղադրում են եւ սկսած Սերժ Սարգսյանից այստեղ հակառակ կողմի տեսակետներ հաշվի առնեք ամեն դեպքում դուք ձեր տեսակետն եք արտահայտում ինչպես միշտ կարող եք միշտ ձեր օրինակ Սերժ Սարգսյանը հակառուսական ինչա հակառուսական էր որ գնաց ԵԱՏՄ ինքը բայց դրանից հետո գնաց ԵԱՏՄ բայց դրանից հետո ստորագրեց ՍԵՊԱ-ն բայց դրանից հետո նաև մերժեց կարգավորման ըստ էության Լավրովի պլանը որը հետագայում Նիկոլ Փաշինյանն էր այսինքն եղել է էլի թշնամացման բաներ եղել են այսինքն տեսեք այդ ՍԵՊԱ-ի ստորագրումը մի հատ փոքր քայլ էր դեպի եվրոպական ուղղությամբ կներեք այդտեղ ինչ կար ամբողջ քաղաքական բաղադրիչը հանված էր թողնված էր ինչ որ ինստիտուցիոնալ բարեփոխումների ինչ որ մի կոմպոնենտ այնտեղ էտա ներկայացնում թե օրինակ քո դատա իրավական համակարգը ոնց լինի քո չգիտեմ ոստիկանություն էլի քաղաքականություն էլի հələ մի քիչ ոչ թե տեսեք երբ որ տեսեք դուք նույնիսկ այդ Ռուսաստանի մոտ արդեն չէր ստեղծվի պատկերացում նույնիսկ դու համես ես ասում համես եմ բայց դու հուսալի չես տեսեք նույնիսկ դուք այդ փոքրիկ այդ մի նշույլը ասում եք դա Ռուսաստանի դեմ էր բայց հետո ասում եք հետո նշում եք որ պետքա ինչ որ փորձել բալանսավորված հարաբերություններ հասնել էլ ոնց է ալում այսինքն եթե այդ մի փոքր քայլնել եք դուք դեմ որպեսզի Հայաստանը փորձի որոշակի բալանսավորել այդ նշանակում է որ գնալ ընկնել ամբողջությամբ ՍԵՊԱ-ն թողնենք կարգավորման ծրագրի շուրջ սա էլ ասենք ու էլի անցնենք մեր բազմաչարչար ասված ու չասված հաջորդ հարցին լավ ՍԵՊԱ-ն թողնենք մի կողմ ոնց որ ասում ես սա թեմա է երկար բավականին լավ այդ կարգավորման բանը ինչու չեղավ նույն Սերժ Սարգսյանի կողմից Լավրովյան պլանի առաջարկված այդ տարբերակը չընդունվեց վերջը որը եթե այսօր լիներ Արցախյան հարցի կարգավորման կարծում եմ որպես դուք ասեց որ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանը որ մերժեց ու մերժեց իսկով ասեց դա այդպես են ասում տեսակետն են փոխանցում ինչ էր այդ Լավրովյան պլանը Լավրովյան պլանը գրեթե էր ինչ որ եղավ Արցախի հետ
Այդ է Լավրովյան պլանը։ Այսինքն այսօրվա իրականություն։ Այո, այսօրվա այդ Լավրովյան պլանը բերելու էր էլի այսօրվա իրականություն։ Ինչ այսպես երաշխիք ունեք, որ դա պիտի բերեր։ Ասեմ, որովհետև նույն Սերժ Սարգսյանը ասում էր, ինչքան զիջումների եմ ես գնում, ինչքան օրինակ բերում է այդ Լավրովյան պլանով կամ չգիտեմ այլ պլաներով, ասում է SS Հայաստանը պետքա զիջի, Ադրբեջանը ասում է հա, բայց նաև էս։ Հաջորդը երբ որ այդ տողերն են ավելացնում, Ադրբեջանը ասում է հա, բայց նաև էս։ Եվ հետեւաբար Ադրբեջանի նպատակը եղել է ոչ թե այդ Լավրովյան պլանով Արցախի հարցի կարգավորումը, այլ եղել է ամբողջական Արցախի օկուպացիան, որը եւ իրականացրել ոնց մենակ չէ։ Ռուսական գրավել։ Ներողություն եմ խնդրում, այդ նույն ռուսների ցանկությամբ գնացին իրանց խաղապահները տարան այնտեղ կանգնեցրեցին։ Ինչ եղավ այդ Արցախի հետ։ Վերջը հանձնեցին, թողեցին, գնացին, չէ։ Հայաստանը առնվազն 20 թվականից անվտանգային առումով որևէ ներգրավվածություն չուներ Արցախում։ Դա ռուսական երաշխավորությամբ եւ պատասխանատվության գոտի էր համարվում։ Ինչ տեղի ունեցավ այն ինչ որ այսօր մենք ունենք։ Դրա համար եմ ասում, դա նույն Լավրովյան տեղի ունեցավ այն, որ Հայաստանի Հանրապետությունը պարոն Արաքելյան իր սահմանադրությամբ հանդերձ զուտել օրինական սահմանադրական կողմից հանդիսանում էր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը եւ նա ինքնին 2000 արդեն հիշատակած 22 թվականի Պրագայում ինքը Արցախը ճանաչեց եւ ըստ էության քերքերը լվաց Արցախի դրանք հեքիաթներ են։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականից երբ որ ռուսական զորքերը գնացին այնտեղ այլևս չէր հանդիսանում Արցախի անվտանգության երաշխավորը, Արցախի անվտանգության երաշխավորը համարվում էր Ռուսաստանի Դաշնությունը իր խաղաղապահ զորքերով մեկ, իսկ ինչ վերաբերում է Արցախի, այսպես ասենք, ճանաչմանը, ուրեմն եթե Արցախի ճանաչումը Հայաստանի Հանրապետության կողմից, հա, Ադրբեջանի մաս, դա այդքան խանգարում է Ռուսաստանին իր պարտավորությունները կատարելու առումով, ապա ինչու է Ռուսաստանը իր նախագահի մակարդակով առնվազն 2 անգամ ճանաչում Արցախը Ադրբեջանի մաս։ Ինչու է ճանաչում, եթե դա իրեն այդքան խանգարում էր իր պարտավորությունները կատարելու։ Դա ասում են, որ դա միջազգային դեռ հələ չկարգավորվածությամբ, միջազգային կողմերի ոչ միայն հայտարարությամբ, ընդհանրապես հայտարարություն էր, բայց նույնիսկ նոյեմբերի 9-ի համաձայնությամբ, եթե եկանք էլի, ընկերաբար բանավիճում ենք առանց իրարից նեղանալու։ Եկանք նոյեմբերի 9-ին էլի Արցախի հարցը նոյեմբերի 9-ի այդ համաձայնագրով, այդ պատերազմը դադարեցնող հրադադարի այդ համաձայնագրով դարձյալ չէր ճանաչվում որպես Ադրբեջանի մաս։ Նոյեմբերի 9-ով, նոյեմբերի 9-ի ստորագրումից հետո այդ փաստաթղթի բոլոր կետերը խախտվել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից։ Ահա, պարոն Արաքելյան ջան, այստեղ պետք է ասեմ, էլի չասել չեմ կարող։ Բան մեր կողմից, նույն Էդմոն Մարուկյանն է դրա մասին խոսում եւ այլ, բան դրանք էլ ախր ասում են, եթե Լաչինի միջանցքը տվել ենք, եթե այդ արդեն փախած համարյա Արցախ պատերազմի հետևանքով դժբախտաբար Արցախից փախած մեր հայրենիներին հնարավորություն են տվել պատերազմը դադարեցնելով Ռուսաստանի անմիջական միջամտությամբ այդ բառը օգտագործեմ վերադառնալ եւ որոշակի հրադադար նաեւ ռուսական խաղաղապահներ, որոնք գարանտն էին այդ ամեն ինչի, նրանք էլ պիտի այդ 9-րդ այդ բազմաչարչար կետը իրականացնեին, այսինքն ռուսական FSB-ի իհարկե մեր իրավազորության այսինքն պետքա իրանց մեկնաբանությամբ միջանց տրվեր։ Միջանցք չի, դա ճանապարհ է։ Իսկ ով ասեց, որ ճանապարհ էր։ Ճանապարհ է, պարոն։ Ներողություն, իրանք դուք չեք լսել, դուք չեք լսել, որ Ադրբեջանը միջանցքեր ուզում։ Ադրբեջանը Հայաստանն է ուզում, մեզ էլ է ուզում։ Չէ, դուք չեք լսել, որ Ռուսաստանն էլ է միջանցք ուզում։ Միջանցք արտահայտությունը դա ինչա նշանակում ռուսական տանդեմի ոչ, դա թուրք-ադրբեջանական չէ, դա թուրք-ադրբեջանա-ռուսական արտահայտությունը ինչա նշանակում FSB-ն պետքա դարձնենք նրանց դաշնակիցը եւ մեզ ներողություն Ռուսաստանը Թուրքիայի դաշնակիցը չէ։ Ոչ։ Ով ասաց։ Ոչ։ Ռուսաստանը եթե լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, եթե չի պատերազմում, դա նշանակում է խորքային իմաստով։ Ներողություն եմ խնդրում։ Դաշնակիցն այո, նա Թուրքիայի Ադրբեջանի դաշնակիցն է։ Այո, Ռուսաստանը պաշտոնապես Ադրբեջանի ռազմավարական գործընկերը եւ դաշնակիցն է։ Դե մեզ հետ ունի համաձայնագիր, բայց դա մեզ հետ ունի համաձայնագիր, բայց այդ համաձայնագիրը շատ վաղուց չի իրականացվում։ Բայց կներեք էլի 1000 եւ մեծ առումով Ռուսաստանը Թուրքիայի դաշնակից էր
էր Սիրիայում, Ռուսաստանը Թուրքիայի հետ ու Ադրբեջանի հետ դաշնակից էր մեր տարածաշրջանում, Ռուսաստանը Թուրքիայի հետ էլի դաշնակից է այլ տարածաշրջանում պայթեց, իրենց կոռումպացված ռեժիմը պայթեց, տեսեք, այնտեղ որտեղ տեսեք ես ձեզ մի քանի օրինակներ բերեցի, որ Ռուսաստանը եւ Թուրքիան լուրջ գործընկերներ են մինչև դաշնակցային մակարդակով տարբեր տարածաշրջանում։ Բայց ունեն իրարամերժ նաև շահեր։ Որ շահերն են իրարամերժ կարա ասեք։ Եկեք վերջին առնվազն 10 տարում որ շահերն են իրարամերժ եղել։ Եղբայրական Իրանին 1900 Դուք կարաք ասեք որ շահերն են հակասում Ռուսաստան, հակասել ու հակասում Ռուսաստանի եւ Թուրքիայի։ Ասենք հակասելը դա ինչ դուք անպայման պատկերացնում եք որ պիտի պատերազմով չէ գործնականում որ հակասում են Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերը մեր տարածաշրջանում, մյուս տարածաշրջանում եղել է այդ ձև իհարկե։ Որը իհարկե։ Չեղե, չկա նման բան։ Իհարկե։ Չկա նման բան, եթե Ռուսաստանը ցանկանում է Թուրքիան դարձնել, Ադրբեջանը դարձնել իր էներգակիրների տարանցիկ երկիր Թուրքիան դարձնել ուրեմն էներգետիկ բաները Ադրբեջանում ռուսկի դոմի փակելը ներողություն այդ հակառուսական այդ ձևական, չգիտեմ ինչերը բերեք համեմատենք ռեալ քաղաքականության հետ ինչ տնտեսական հարաբերություններ ունեն, ինչ քաղաքական հարաբերություններ ունեն աշխարհաքաղաքական։ Եթե ունեն տարբեր կենտրոններում, տարբեր տարածաշրջաններում ինչ համատեղ հարցեր են լուծում, դա է բովանդակությունը իրանց հարաբերությունների, ոչ թե ինչ որ մեկը պլակատա պահել, ասում է, չգիտեմ, Պուտինի հասցեին ինչ որ բան։ Հարաբերությունները միշտ կան։ Լավ, ինչևէ, ձեր թույլտվության կանցնենք իրանական ճգնաժամի եւ սրանով, եթե կարելի այսօրվա մեր թողարկումը եզրափակենք, հետաքրքիր բանավիճային ստացվեց։ Իրանական ճգնաժամի մասին ինչ կասեք։ Վերջի վերջո նաեւ արտաքին խաղացողների գործոնը հաշվի առնելով, վերջի վերջո ինչ հանգուցալուծում եք սպասում իրանական այս թնջուկի հետ կապված։ Ես հույս ունեմ, որ այնուամենայնիվ այս մեզ համար թերևս տարածաշրջանում ամենավտանգավոր գործընթացն է ու ես հույս ունեմ, որ այս կոնֆլիկտը առաջիկայում կկարգավորվի եւ այսօր Եվրոպայում Իրանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ քննարկելու որոշակի հարցեր։ Իհարկե իրանական այս կոնֆլիկտի այս թնջուկի հարցում շատերի մոտ կար սպասումներ, որ այնուամենայնիվ չի գնա ուրեմն իրանական Իսրայելը չի գնա կամ Միացյալ Նահանգները չեն գնա համատեղ իրանական միջուկային օբյեկտների խոցմանը, բայց մենք ականատես եղանք նրան, ինչին ականատես եղանք, սակայն ես պետք է նշեմ, որ այստեղ էլ որոշակի պետքա երկուստեք, այսպես ոգևորությունների չտրվեն եւ իսրայելական կողմը եւ իրանական կողմը։ Փաստը մնում է փաստ, որ այո, առաջին 1-2 օրերին Իսրայելը բավականին հաջող եւ լուրջ գործողություններ իրականացրեց, սակայն նաեւ փաստը մնում է փաստ, որ այնուամենայնիվ դրված խնդիրը Իսրայելի առաջ չկատարվեց, իսկ դրված գլխավոր խնդիրը դա Իրանի միջուկային օբյեկտների ոչնչացումն էր։ Ես կարծում եմ, որ նրանք ովքեր պլանավորել են այս հարձակումը, իրանք պետքա համոզված լինեին 100% եւ միգուցե ավել ճշգրտության, որ այդ գործողությունների արդյունքում նրանք Իրանին կզրկեն միջուկային պոտենցիալից, առնվազն միջուկային պոտենցիալից, որը կարծեք թե տեղի չունեցավ, իսկ դա արդեն իսկ լուրջ վտանգներ է իր մեջ պարունակում այդ պետության նկատմամբ, տվյալ դեպքում Իսրայելի նկատմամբ, քանի որ մենք տեսանք, որ առաջին հարվածների շոկից Իրանը կարծեք թե դուրս եկավ եւ սկսեց իր հրթիռային արսենալի կիրառումը Իսրայելի դեմ եւ մենք նաեւ այս պատերազմից համոզվեցինք, որ նույնիսկ աշխարհի ամենազարգացած հակաօդային պաշտպանությունը իզորու չէ իր արժեվ դրված խնդրի նույնիսկ մինիմումը կատարել։ Նկատի ունեմ Իսրայելի հոպը, մենք տեսնում ենք, որ այսօր առավել եւս իրանական հրթիռները բավականին արդյունավետ խոցում են արդեն ոչ թե այսպես հախուռան հարվածներ են հասցվում, այլ կետային պլանավորված հարվածներ են հասցվում, օրինակ Իսրայելի ուրեմն ռազմավարական օբյեկտներին, ռազմական օբյեկտներին եւ այլն։ Եվ այս համատեքստում ես կարծում եմ, որ շատ մեծ է հակամարտության էսկալացիան վերածվելու, չգիտեմ, ավելի մեծ միջուկային
միջուկային այսպես պատերազմային առումով, որ Աստված չանի։ եթե Միացյալ Նահանգները այնուամենայնիվ որոշի, որ ինքը ներգրավելու է ուղիղ հակամարտության մեջ եւ հարվածելու է ուրեմն Իրանի միջուկային օբյեկտներին, դա կարող է իսկապես պայթեցնել մերձավոր արևելքը, ակնհայտ է, որ Իրանը կհարվածի Միացյալ Նահանգների բազաներին տարածաշրջանում, իսկ Իրանը այդ հնարավորությունը ունի, այս վերջին օրերին ապացուցել է, որ ինքը կարող արդյունավետ խոցումներ իրականացի մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա, իսկ ամերիկյան բազաները շատ ավելի մոտ են, քան Իսրայելը, որին հարվածում է ուրեմն Իրանը, եւ ամենագլխավոր հանգամանքը ոչ ոք այսօր չգիտի, թե Իրանը միջուկային ինչպիսի պոտենցիալ ունի, միջուկային զենքի ստեղծման ինչպիսի պոտենցիալ ունի եւ արդյոք Իրանը ունի միջուկային զենք, թե չունի։ Սա է ամենագլխավոր հարցը եւ չի բացառվում ինչ որ օրերի ընթացքում Իրանը հայտարարի այդ մասին, որ ինքը կամ միջուկային փորձարկումներ իրականացնի եւ ցույց տա, որ ինքը այլևս ունի այդ զենքը, միջուկային զենքը, որը ամբողջությամբ կփոխի մերձավոր արևելքի տարածաշրջանը։ Ձեր ասածից կներեք, պարոն Արաքելյան, ձեր ասածից ստացվեց, որ փաստորեն հավաքական, այսպես ասեմ, էլի այդ բառը օգտագործեմ, արևմուտքն է ստիպում Իրանին արդեն միջուկային իրական զենքի մասին բացեիբաց հայտարարել, չէ՞, ոնց որ հակազդեցությունը ծնում է Իրանի կողմից։ Տեսեք, այս պատերազմում չկա այդ հավաքական արևմուտք ասածը, որպես կոնսոլիդացված միավոր Իրանի դեմ։ Այս պատերազմում կա նույնիսկ չկա Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որպես պետություն, որը համակարգ համակարգ, որը կռվում է Իրանի դեմ, այս պատերազմում կա Նաթանյահու եւ Դոնալդ Թրամփ։ Հա։ Եւ այդ հավաքական արևմուտք ասածը այս առումով Բրիտանիան, Ֆրանսիան, ըստ էության իրենց ամենաշխությունն են հայտնել։ Տեսեք, Բրիտանիան, Ֆրանսիան, տվյալ դեպքում նաև Ֆրանսիան, այո, նման հայտարարություններ արել են, որ այո, Իրանը չպետք է ունենա միջուկային զենք, բայց միևնույն ժամանակ հայտարարել են, որ այդ կոնֆլիկտը պետք է չունենա ուրեմն ռազմական լուծում։ Նրանք համենայն դեպս այս պարագայում հայտարարություններից այն կողմ չեն անցել եւ մենք չենք տեսել կոնկրետ գործողություններ Իրանի դեմ տվյալ պարագայում։ Ավելին այսօր մենք ականատես եղանք, որ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան առանձին հանդիպում են ունեցել Իրանի արտգործնախարարի հետ իրենց առաջարկներով կամ այդ միջուկային թեմայի լուծման իրենց առաջարկներով եւ հետեւաբար այստեղ Միացյալ Նահանգներ եւ Եվրոպա այդ տանդեմը գոյություն չունի, ավելին Միացյալ Նահանգներ եւ Իսրայել այդ տանդեմը գոյություն չունի, այստեղ կա Նաթանյահու եւ Դոնալդ Թրամփ տանդեմը, բայց Թրամփը վերջիվերջո իր Ամերիկան է ներկայացնում, չէ՞, բոլոր դեպքերում չէ, ամերիկյան քաղաքականությունը չէ, այդ ոնց էր որ նախկին վարչակարգի օրոք այդ պատերազմը չկար, չէ, Բայդենի վարչակարգի, իսկ ասենք Թրամփի օրոք ամեն դեպքում կա։ Որովհետեւ նախկին վարչակարգը պրագմատիկ գնահատական ուներ եւ հասկանում էին, որ այնուամենայնիվ նույնիսկ ամերիկյան այն ամենա խոշոր խորքային ռումբերը հնարավորություն չունեն խոցելու իրանական ուրեմն այդ միջուկային ուրեմն օբյեկտները, քանի որ այդ ռումբերը խոցում են ընդամենը 60-61 մետր խորության, իսկ տարբեր հաշվարկներով Իրանի նույն այդ Ֆորդոյի միջուկային օբյեկտը ունի 150-ից մինչև 250 մետր խորություն եւ դա գործնականում հնարավոր չի խոցել, եթե չես կիրառում տակտիկական միջուկային զենք։ Եվ հետեւաբար նախորդ վարչակարգը դա հաշվի առել էր, գնահատել էր ամբողջ ռիսկերը, որ նման էսկալացիայից հետո այլևս չի բացառում բաց թողնել այդ իրանական միջուկային ուրեմն պրոյեկտը գոնե վերահսկելի մակարդակի պահելու այդ գործընթացը եւ այսօր մենք փաստացի կարող ենք ականատես լինել, որ այդ գործընթացը կարող է բաց թողնվել։ Տեսեք, մինչեւ հարձակվելը հայտարարում են, որ Իրանը օրերի ընթացքում կարող է ունենալ միջուկային զենք եւ այդ օրերը ընթանում են եւ այդ ինչու ես նշեցի, որ նման օպերացիա իրականացնողները պետք է հաշվարկեին, որ իրենք 100% ոչնչացնելու են այդ օբյեկտները, այլապես հակառակ պարագայում այդ երբ որ նշում են, որ օրերի ընթացքում այդ օրերը կարող են մոտենալ եւ
ինչ որ մի պահի Իրանը հայտարարի, որ ինքը ունի միջուկային զենք։ Իսկ դա հերանեկարի առումով լավ բան չի խոստանում իսկապես տարածաշրջանին, այն առումով, որ եթե Իրանը ունենալու է միջուկային զենք, ուրեմն միջուկային զենք է ունենալու Սաուդյան Արաբիան, ծոցի որոշ երկրներ եւ Թուրքիան։ Թուրքիան առիթ է սպասում, որպեսզի Էրդողանի Թուրքիան հատկապես, որպեսզի ունենա այդ զենքը, եւ դա լավագույն առիթն է, որպեսզի Թուրքիան այլևս հայտարարի իր միջուկային ծրագրի մասին։ Իսկ դա մեր համար լավ բան չի խոստանում։ Այո, այ եկանք մեր իրականությունը եւ բնականաբար դերեցիք անբանվել են մեր իսկ մենք մեր դիրքավորումը, մեր հայկական շահի ձեռներով ինչ պիտի անենք մենք եւ արդյոք չեք տեսնում վտանգ, որ վերջիվերջո այդ վարոդի տակառը կգա նաեւ Հայաստան։ Գիտեք, մենք այսօր էլ տեսնում ենք Իրանից առնվազն մարդկանց ներողք Հայաստան, իհարկե դա շատ մեծ ծավալների չի, բայց եթե պատկերացնենք, որ այնտեղ միջուկային էսկալացիա տեղի կունենա, դուք պատկերացրեք, թե ինչ է կատարվելու այդ ուրեմն փախստականների արտահոսքի հետ, չհաշված միջուկային ռադիացիայի վտանգը, դրան զուգահեռ, չգիտեմ, տարածաշրջանի այլ պետությունների նկարտումները եւ այլն։ Իհարկե մենք նստած ենք, այսպես ասած, այդ առումով վարոդի տակառի վրա եւ հաշվի առնելով նաեւ որոշում կայացնողների, հա, տվյալ դեպքում Միացյալ Նահանգների նախագահի ուրեմն բնավորությունը, հա, մարդկային գծերը, անորոշությունները, մենք այսօր չենք կարող հաշվել, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Կա երկու այս պայդրությամբ ունենք փաստ, որ Իսրայելը հարձակվել է, հարվածները հասցրել միջուկային օբյեկտներին։ Այո, ինքն է սրել այդ բանը, ինքն է գնացել։ Այսինքն սա փաստացի միջուկային կոմպոնենտով պատերազմ է։ Միջուկային կոմպոնենտով պատերազմը, կիսա միջուկային պատերազմ է։ Հաջորդ փաստը ունենք, որ Իրանը ունի հրթիռային լուրջ պոտենցիալ եւ կարողանում է բավականին արդյունավետ խոցել Իսրայելի տարածքները։ Ունենք հաջորդ հանգամանքը, դա Միացյալ Նահանգների ուղիղ ներգրավվածությունը այս պատերազմին։ Եվ եթե լինի Միացյալ Նահանգների ուղիղ միջամտությունը այս պատերազմին, ապա սա ցավալիորեն կվերածվի շատ ավելի գլոբալ կոնֆլիկտի, դրան ուղղակի թե անուղղակի կներգրավեն այն աշխարհակահաղական կենտրոնները, ովքեր ատամները սրած սպասում են նման հնարավորության, որպեսզի քաշեն Միացյալ Նահանգներին նման լուրջ կոնֆլիկտի մեջ եւ իրենք ուրեմն ներգրավեն օրինակ Իրանի դեմքով այդ պատերազմի մեջ։ Նման առաջին պետություններից մեկը դա Չինաստանն է եւ ես համոզմունք ունեմ, որ եթե Միացյալ Նահանգները ներգրավեն այս կոնֆլիկտի մեջ, դա կլինի ռազմավարական սխալ Միացյալ Նահանգների կողմից եւ պատահական չի, որ երբ որ դուք ասում եք այնուամենայնիվ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգներն է ներկայացնում Միացյալ Նահանգների նախագահն է, նույնիսկ Թրամփի ադմինիստրացիայում կարծիքները միանշանակ չեն Իրանին ուղիղ հարվածելու առումով, ել չասած, որ դրա մասին խոսում են նաեւ շատ կոնգրեսականներ եւ սենատորներ, նույնիսկ այնպիսի մարդիկ, որոնք ուրեմն Թրամփի սառատնիկներն են, այսպես ասած, եւ արտահայտվում են դեմ Միացյալ Նահանգների ներգրավվածությանը այս պատերազմին, դա բերելու է նաեւ միջազգային տնտեսական որոշակի լուրջ ճգնաժամեր, դա բերելու է նաեւ կոնֆլիկտի սրմանը ամբողջ մերձավոր արևելքում, Պարսից ծոցի տարածաշրջանում, որին համոզված եմ կներգրավի նաեւ այլ խաղացողներ, տվյալ դեպքում Չինաստանը, Ռուսաստանը եւ որը Թուրքիան եւ որը լավ բան չի խոստանալու մեր տարածաշրջանի համար։ Ասպաստա մեր տարածաշրջանի խաղաղություն, շնորհակալություն այս շատ լավ բուրըն բանավեճենք, ասում չէ, այս բանավիճային ձևերով ավելի հետաքրքիր է դառնում, որ մեր ունկնդիրը վերջիվերջո վերլուծելու, տրամաբանելու նյութեր ունենա, ինչպես միշտ ձեզ դրա համար շնորհակալություն պարոն Արաքելյան, որ ժամանակ գտաք եւ եկաք մեր տաղավար։ Սիրելի բարեկամներ, եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն էր եւ մեր զրուցակիցն էր քաղաքագետ Էդգար Արաքելյանը։ Ես կրկին դիմում եմ իրեն հարգելի ունկնդիրներին, ովքեր չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube ալիքին, խնդրում ենք նրանց ընդհանրապես սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել մեր One Talk YouTube ալիքին։ Հաջողություն, խաղաղություն մեզ բոլորիս։